Բարև բոլորին, ես Լիլիթ եմ Հարությունյան, մասնագիտությամբ երաժշտագետ եմ, զբաղվում եմ հայ երաժշտության, պատմության և տեսության հարցերով։ Այսօր ես ձեզ առաջարկում եմ միասին քննարկել մի քանի հարց, որոնք առաջանում են Կոմիտաս վարդապետի կենսագրությունը հիշելիս։ Այս հարցերը բազմաթիվ տարբեր եզրակացությունների, եզրահանգումների, երբեմն փուչ արծարծումների առիթ են տալիս և անպայման արժի նրանց անդրադառնալ, հիմնվելով հստակ գիտական ուսումնասիրությունների վրա։ Մասնավորապես, մենք այսօր կիմանանք, թե ինչ առնչություն է ունեցել Կոմիտաս վարդապետը մեր հարևան ազգերի ժողովրդական երաժշտությանը, մասնավորապես թուրքական և քրդական երաժշտությանը, կիմանանք, թե ինչ կապեր է ունեցել թուրքական կառավարության վերնախավի հետ։ Բացի դրանից մենք կիմանանք, թե ինչպես է ձևավորվել նրա ճակատագիրը 1915 թվականին աքսորից վերադառնալուց հետո, կիմանանք այն հանգամանքները, որոնցում փոխվել է նրա վարքագիծը, աշխարհայացքը, ինչպես են առաջացել առաջին հոգեկան խանգարման ազդանշանները և առհասարակ մանրամասներ իր հիվանդության պատմությունից։ Բաժանորդագրվեք մտքարանի ալիքին և առաջինը կիմանաք բոլոր նորությունները։ Ես աշխատում եմ Կոմիտասի թանգարան ինստիտուտում և մեր առաքելությունն է, հիմնական առաքելությունն է Կոմիտաս վարդապետի կյանքի ու գործունեության լուսաբանումը։ Այս նպատակով բազմաթիվ փորձեր ենք կատարում ամբողջ աշխարհով մեկ որոնել փաստաթղթեր, հիշատակություններ, նյութեր, որոնք կարող են նրան առնչվել, ինչու՞ չէ գտնել նաև Կոմիտաս վարդապետի ձեռագրերը կամ որոշակի վկայություններ, որոնք կարող են մեզ օգնել Կոմիտաս վարդապետի կյանքը գործունեությունը առավել լուսաբանելու ուղղությամբ։ Կոմիտասի թանգարան ինստիտուտում աշխատելու տարիներին բազմաթիվ հարցեր են մեզ ուղղում կապված Կոմիտասի կյանքի և գործունեության հետ, և այդ հարցերից շատերը միանշանակ են, այսինքն միանշանակ գիտենք այս հարցերի պատասխանները, բայց կան նաև այնպիսիք, որոնք կապված են տարբեր տեսակի առասպելների, որոշակի եզրակացությունների հետ, և այդ հարցերի պատասխանները տալու համար պետք է բավականին խոր ուսումնասիրություն կատարել, երբեմն դա հնարավոր է, իսկ երբեմն այդպես էլ մնում ենք առասպելների ոլորտում և դուրս չենք գալիս։ Սրանցից մեկը և ամենավերջինը, որ կարելի ասել օրերս առաջ էլի հարցում ունեցանք թանգարանում, դա Կոմիտաս վարդապետի առնչությունն էր քրդական երաժշտությանը։ Այո, Կոմիտաս վարդապետը բազմիցս անդրադարձել է ոչ միայն հայ ժողովրդական երաժշտությանը, այլև մեր հարևան երկրների, մասնավորապես թուրքական և հատկապես քրդական երաժշտությանը։ Գիտենք նույնիսկ, որ կա հրատարակված ժողովածու 14 քրդական մեղեդիներ, որոնք հավաքել և ներդաշնակել է Կոմիտաս վարդապետը, դա կա, գրադարաններում նույնիսկ կարելի է գտնել, ցուցադրված է մեր թանգարանում։ Բայց ինչպես մենք կարող ենք հստակ իմանալ այս հարցի պատասխանը։ Գիտեք, նույնիսկ ասում են, որ Կոմիտաս վարդապետը, երբ սովորում էր Գերմանիայում, Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանում, գրել է ասպիրանտական թեզ, ասել է, թե տեխնացուական աշխատանք հենց նվիրված քրդական երաժշտությանը։ Այս պնդումը շատ տեղեր է շահարկվում, բայց նման աշխատանքի հետք անգամ չենք կարողացել գտնել։ Ինչպես ենք գտնում, ինչ իմանանք, չէ՞։ Ուրեմն այստեղ մեզ օգնության են գալիս էլի արխիվները։ Մասնավորապես ամենահավաստի արխիվը, որը ես ունեմ այստեղ և կարող եմ դրա վրա հիմնվել, դա հենց Կոմիտաս վարդապետի ինքնակենսագրությունն է, որը ինքը թողել է 1907 թվականին, գրելով իր կյանքի պատմությունը, ինչպես նաև թվարկելով իր բոլոր գիտական աշխատությունները, ինչպես նաև համերգները և դասախոսությունները, որոնք նա արդեն հասցրել էր անել։ Այս աշխատությունների թվում ոչ մի թեզի մասին չի խոսվում։ Այստեղ Կոմիտասն ասում է, որ ինքը զբաղվել է և թուրքական, այստեղ նա ասում է տաճկական երաժշտությամբ և հրատարակել է քրդական մեղեդիներ, բայց նման աշխատանք, այսինքն թեկնածուական թեզ կամ ավարտական աշխատանք նվիրված քրդական երաժշտությանը նա չի նշում։ Բացի այդ, ևս մեկ կարևոր աղբյուր արխիվային նյութերի, դա հենց Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանն է, որին մի քանի անգամ ենք դիմել։ Այժմ սա հայտնի Բեռլինի Հումբոլդտ համալսարանն է, և այնտեղ, ինչպես գիտենք, պատին հուշատախտակ կա, որ այնտեղ սովորել է Կոմիտաս վարդապետը։
Եվ այնտեղից էլ մեզ ասացին, որ մեզ շատ են դիմում այս անձնավորության հետ կապված արխիվների խնդրանքով եւ ուղարկեցին միակ փաստաթուղթը, որը այնտեղից պահպանվել է։ Այս փաստաթուղթը եւս ցուցադրված է թանգարանում, սա Կոմիտաս վարդապետի ավարտական վկայականն է, որտեղ նշված է, որ նա ավարտել է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանը եւ նշված է, թե ինչ առարկաներ է սովորել ու մոտ եւ այլն։ Նման աշխատանք այստեղ եւս չենք գտնում։ Հետևաբար այս խնդիրը, այս հարցը, որ արդյոք նա գրել է տեխնացուական աշխատանք նվիրված քրդական երաժշտությանը, թանգարանում մենք սովորաբար ասում ենք ոչ։ Այսպիսի վկայություն հստակ չկա։ Կոստանդնուպոլսում Կոմիտասը կարողանում է հասնել իր հաջողության բարձրակետին, նրան սիրում եւ գնահատում էին ամենուրեք, նա ստեղծում է 300 հոգուց բաղկացած Գուսան երգչախումբը, որը աննախադեպ երևույթ էր այդ ժամանակ, շրջագայում է այդ երգչախմբով, կարողանում է գրավել ոչ միայն հայ հասարակության, այլ նաեւ թուրքական ղեկավարության բարձր խավի սրտերը նրան սիրում, գնահատում էին, հրավիրում էին, հարցուփորձ էին անում տարբեր երաժշտության հարցերից։ Եվ այստեղ մի փաստ կա, որն էլ վերջերս եկան եւ հարցրեցին թանգարանում, դա մի անձնավորություն է, թրքուհի Հալիդե Էդիբ անունով մի կին, ում հետ կապված հարցեր շատ կան Կոմիտասի առնչությամբ, մասնավորապես տիկին Հալիդե Էդիբի հուշերն են Կոմիտասի մասին։ Այս հուշերը բավականին մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես Սփյուռքում, սփյուռքահայերից են շատ հարցնում այդ մասին։ Այս կինը եղել է բանաստեղծուհի, եղել է Թուրքիայի ազգայնական կուսակցության անդամ եւ երիտթուրքերի վերնախավի մտերիմ բարեկամն է եղել, բայց նա ծանոթ է եղել Կոմիտաս վարդապետին եւ գրել է բավականին հետաքրքիր մեմուարներ Կոմիտասի առնչությամբ։ Հետագայում Միացյալ Նահանգներում նա հրատարակել է այդ մեմուարները եւ բազմիցս ելույթ է ունեցել տարբեր դասախոսություններում, պատմելով իր շփման պատմությունը Կոմիտասի հետ։ Ես կուզեի մի քանի թեզերով ասել, թե ինքը ինչ է խոսում Կոմիտասի մասին եւ կարծում եմ ինքներդ էլ կտեսնեք, թե որքան հակասական են եւ նույնիսկ երբեմն բարկացնող են իր որոշ պնդումները։ Ինքը ասում էր, որ Կոմիտասը տիպիկ անատոլիացի է, ինքը հավաքում էր Անատոլիայի երաժշտությունը եւ փոխում էր բառերը, դարձնում էր հայերեն։ Ինքը շատ լավ է խոսում Կոմիտասի մասին, գովում էր, թե ինքը ինչ լավ երաժիշտ էր, հոգեվորական էր, ինչքան լավ մարդ էր եւ ասում էր, որ շատ հաճախ է գնում իր մոտ եւ նույնիսկ գնում էր հայ եւ թուրք ժողովուրդների փոխադարձ ջարդերից հետո եւ նրանք երկուսն էլ տառապում էին այդ ցավով, բայց չէին քննարկում այդ ցավը։ Բացի դրանից ասում էր, որ Կոմիտասը ամենաիսկական թուրքական ծագումն ուներ, որ հայերեն շատ ուշ էր սովորել եւ որ գնացել է սովորել է Հռոմում, սովորել է գրիգորյանական տաղեր եւ գալիս էր, փոխում է բառերը հայերեն եւ երգում էր իր համար, բայց նաեւ նշում էր, որ Կոմիտասը ազգայնական էր, իրեն հայ էր համարում եւ ամենաիսկական հայ ազգայնականն էր։ Նաեւ պատմում էր, թե ինչպես է իր ամուսինը պարոն Ադվարը միջնորդել, Թալիաթ Փաշայից թույլտվություն խնդրել, որ իրեն ուղարկեն Փարիզ բուժվելու, հոգեբուժարան։ Պատկերացնում եք, այս ինչ հետաքրքիր տեքստ է ու ինչքան է սա տարածվել առանց ոչ մի արձագանքի աշխարհով մեկ։ Ցանկացած որ կետն էլ, որ ես ներկայացրեցի, շատ լուրջ պարզաբանման եւ հերքման կարիք ունեն։ Նախ Անատոլիա հասկացությունը, սա միշտ ասում են, մինչև հիմա Անատոլիան օգտագործում են, որպեսզի չխոսեն Արևմտյան Հայաստանի մասին, որպեսզի չօգտագործեն հայկական բարձրավանդակ տերմինը, որը միջազգայինորեն ընդունված տերմին է։ Այսինքն նախ Կոմիտաս վարդապետը երգեր է հավաքել ավելի շատ Արևելյան Հայաստանից, Էջմիածնի շրջակայքից եւ Արևելյան Հայաստանի կողմերից, Անատոլիայում եւ Կոստանդնուպոլսում երգեր հավաքում էին ավելի շատ իր սաները, իր ուսանողները։ Փոխադարձ ջարդերի մասին, չգիտեմ էլ արժի ասել թե չէ, բայց շատ ծանոթ արտահայտություն է, որը մենք կարծում եմ լսել ենք 2019 թվականին Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից, այսինքն հայ եւ թուրք ժողովուրդների փոխադարձ ջարդերը, թուրքական ծագման մասին նույնիսկ չարժի պարզաբանել եւ բացի նրանից, որ նա շատ հաճախ էր այցելում Հալիդե Էդիպին, այս վկայությունն էլ ոչ մի հաստատում չունի, ոչ մի ժամանակակցի հուշերում չկա նման բան,
որ իրեն տեսել են կամ իմացել են կամ ուղեկցել են այդ տիկին Հալիդեդիպի մոտ։ Եվ ամենակարևորը, որ նրա երկրորդ ամուսինը պարոն Ադվարը միջնորդել է, որ Կոմիտասին ուղարկեն բուժվելու եւ միջնորդել է Թալիաթ Փաշայից։ Սա էլ բացարձակ սուտ կարող ենք համարել, որովհետեւ Կոմիտասը Փարիզ է տեղափոխվել 1919 թվականին, իսկ այդ ժամանակ արդեն Թալիաթ Փաշան հայտարարված էր ռազմական հանցագործ եւ գտնվում էր Գերմանիայում։ Ուրեմն գալով արդեն 1915 թվականին պիտի անդրադառնանք մյուս մեծ ընդմանը, որ Կոմիտաս վարդապետը 1915 թվականից արդեն այսպես ասում են խելագարվել է եւ այլևս չի ստեղծագործել։ Սա շատ մակերեսային եւ միակողմանի պնդում է, որ մենք նայում ենք արխիվներին, նայում ենք Կոմիտաս վարդապետի ձեռագրերը, վկայությունները, հիշատակությունները, մենք հասկանում ենք, որ սա էլ չի համապատասխանում իրականությանը։ Այո, 1915 թվականի մայիսի 9-ին Կոմիտաս վարդապետը վերադառնում է Աքսորից։ Մենք կարող ենք պատկերացնել ինքը ինչ հոգեվիճակում էր գտնվում։ Այսպես նա վերադառնում է Կոստանդնուպոլիս, այո, որոշակիորեն հավասարակշռությունը արդեն փոխված էր, խախտված էր, բայց մենք չենք կարող խոսել խելագարության մասին, առհասարակ այդ բառը փորձում ենք մի քիչ ավելի մտածված օգտագործել։ Հենց հիմա ես այսօր բերել եմ առնվազն երկու ստեղծագործություն, մեկն էլ չեմ բերել, բայց կպատմեմ, այս ստեղծագործությունները շատ կարևոր տեղ ունեն Կոմիտաս վարդապետի երաժշտական ժառանգության մեջ, բայց գրվել են 1915 թվականի մայիսի 9-ից հետո։ Մասնավորապես հուլիսի 12-ով է թվագրված մանկական հայրմերը Կոմիտասի։ Սա շատ սիրված եւ կատարված ստեղծագործություն է, հենց ինքն է գրել, հայրմերը, որը երգում են երեխաները։ Բավականին ազդեցիկ ստեղծագործություն է, որ երգում ենք, մանավանդ հասկանալով, որ սա գրվել է մեծ եղեռնից հետո, մի ուրիշ ազդեցություն է գործում սա մեր վրա, եւ մյուս ստեղծագործությունը, որը եւս շատ սիրված եւ շատ կատարված է, որ այստեղ ես ունեմ, սա անձինք նվիրյալք շարականի մշակումն է իգական կազմի համար, սա էլ է շատ կատարվում։ Այս արխիվային նյութը թվագրված է 1916 թվականով։ Մենք գիտենք, որ 1916 թվականին նաև ավարտին է հասցրել Կոմիտաս վարդապետը իր դաշնամուրային պարերը։ Եվս մեկ շատ նշանակալի ստեղծագործություն իր կենսագրության մեջ։ Սա էլ բազմիցս կատարվում է, ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարազգի դաշնակարների կողմից, նույնիսկ բավականին այսպես լուրջ դաշնամուրային կատալոգների մեջ է ընդգրկված, այսինքն սա համաշխարհային նշանակության ստեղծագործություն է, որը այո, գրված է 1915 թվականից հետո։ Այս հատվածում ուրեմն պիտի անդրադառնանք 3 տարբեր պնդումների Կոմիտաս վարդապետի կենսագրության վերաբերյալ, որոնք երբեմն մեկը մյուսին հակասում են եւ շատ հաճախ տարբեր տեսությունների, նույնիսկ դավադրական տեսությունների առիթ են հանդիսանում։ Դրանցից 3-ն են, որ նա տառապել է շիզոֆրենիայով, մյուսը, որ նա առհասարակ հոգեկան խանգարում չի ունեցել եւ նրան հատուկ տարել պահել են հոգեբուժարաններում, եւ որ նրա մասին առհասարակ հոգ չեն տարել եւ նա այսպես միայնության լքված վիճակում է եղել իր կյանքի վերջին տարիները։ Այս ամբողջ կոմպլեքսը կարելի է լուսաբանել արխիվային թղթերի միջոցով, որոնց մի մասը ես բերել եմ այստեղ, իսկ այդ թղթերը բազմաթիվ են, դրանք հիմնականում վերաբերում են նրա կյանքի վերջի շրջանին եւ նրա տեղափոխություններին Կոստանդնուպոլսից դեպի Փարիզ, Փարիզից դեպի Վիլ-Էվրար, Վիլ-Էվրարից դեպի Վիլժուի։ Սրանք հիմնական կետերն են, որտեղ նա եղել է կյանքի վերջին շրջանում։ 1916 թվականին, ինչպես ասեցինք, նա դեռ ստեղծագործում էր, բայց արդեն ունենում էր հոգեվիճակի փոփոխություններ, ունենում էր վիճակի ծանրացումներ։ Ցանկացած մարդ, ով որ տեսել էր այն ամենը, ինչ որ տեսել էր Կոմիտասը, անպայման կունենար որոշակի վարքային խանգարումներ։ Սա ես վստահ եմ ասում։ Եվ կարող եմ նաև ասել, որ որոշակի դժվարություններ էր դա ստեղծում իր շրջապատի համար։ Ինքը բազմաթիվ մարդկանցով է շրջապատված, իրեն շատ սիրում էին, շատ գնահատում էին։ Իր ընկերներից, մասնավորապես Վահան Թորգոմյանը, հոգեբուժ էր եւ այդ հարցով էլ փորձում էր նրան օգնել, թեթևացնել նրա վիճակը։ Եվ այդ ժամանակ էլ նրան փորձում էին տարբեր միջոցներով, նույնիսկ դեղամիջոցներով օգնել թեթևացնել նրա վիճակը։
Բայց ցավոք սրտի 1916 թվականի աշնանը որոշում են կայացնում տեղափոխել Կոմիտաս վարդապետին հատուկ հաստատություն, հոգեբուժարան, որը գտնվում էր Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասում։ Դա նախկին ֆրանսիական հոգեբուժարանն էր, որը կոչվում էր Լապե, այսինքն խաղաղություն։ Այս հոգեբուժարանը առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գրավել էին թուրքերը եւ այլևս ինքը ֆրանսիական չէր։ Այստեղ մենք կանդրադառնանք մյուս հարցին, որ նրան հատուկ էին տարել հոգեբուժարան, որպեսզի պահեին։ Սա ճշմարտություն չի, բայց որոշակի փաստեր կան, որոնք մեզ տանում են այդ մտքին։ Ինչպիսին են այդ փաստերը։ Նախ այն, որ բոլոր ճանապարհորդությունները, որոնք ես թվեցի, եղել են ոչ իր որոշմամբ եւ ոչ իր կամքով։ Մասնավորապես Կոստանդնուպոլսի հոգեբուժարան տանելուց առաջ իրեն ասում են, որ ուրիշ տեղ են տանում եւ ճամփիկեսից ուղղությունը փոխում են։ Սա արդեն չէր կարող Կոմիտաս վարդապետին դուր գալ եւ առանց այդ էլ իր այլայլված վիճակը բազմապատկվում է եւ կարծես ինքը իրեն դավաճանված է զգում իր մտերիմների կողմից։ 2 տարի նա մնում է թուրքական հոգեբուժարանում, նրա հետ աշխատում են ժամանակի բավականին առաջատար բժիշկներ, հույն բժիշկ էր մեկը Կոնոս ազգանունով, մյուսը Ուզման Օսմանն էր, բավական հայտնի թուրք հոգեբուժ, որը Եվրոպայում եւս հայտնի էր, եւ բժիշկ Թորգոմյանը, ում մասին որ արդեն ասեցի։ Այդ ժամանակ Կոմիտասը ոչ ոքի հետ չի խոսում, եթե խոսում է կարճ, բավական կոպիտ թուրքերեն, աշխատում է հնարավորինս չընդունել ոչ մեկին իր բարեկամներից, ընկերներից, բավական ծանր շրջան է։ Ճանապարհը, որը ինքը գնում է, դա արդեն տեղափոխումն է դեպի Ֆրանսիա։ Որոշում են, որ այդ թուրքական միջավայրը չի կարող լավ ազդել Կոմիտաս վարդապետի հոգեվիճակի վրա եւ տեղափոխում են Փարիզ։ Նրան տանում են Փարիզ, սկզբից նրան ընդունում են իր ընկերները։ Ովքեր էին այդ ընկերները։ Մարգարիտ Բաբայան, Արշակ Չոպանյան, Վռամշապուկ Հիպարյան, որը հայկական թեմի առաջնորդն էր Փարիզում։ Նրան տանում են սկզբից պատրիարքարան, կարծես թե 1 թե 2 օր այնտեղ է մնում, այնտեղ նրան այցելում են այլ բժիշկներ, բժիշկ Աղաջանյան եւ բժիշկ Քոլոլյան, երկուսն էլ հեղինակավոր մարդիկ էին Ֆրանսիայում, ֆրանսիական բժշկության մեջ եւ միասին որոշում են կայացնում, որ այո, նրան պետք է տեղափոխել հատուկ հաստատություն։ Այստեղ ես ունեմ իր ընդունելության վկայականը։ Հետաքրքիր է, որ այն մարդը, ով որ տարել է նրան Վիլ Էվրարի հոգեբուժարան, իմ այս թվարկածներից ոչ մեկը չէ։ Սա ոման գյուղատնտեսության ուսանող, այդպես է այստեղ գրված, պարոն Քամլամայանն է, մեկ այլ փաստաթղթում Դամլամայան, այսինքն նույնիսկ ազգանունը հստակ չի այս մարդու։ Փաստաթղթի վրա գրված է, որ սա կամավոր ընդունելություն է, այսինքն հիվանդը իր կամքով է ընդունվում այս հաստատությունը, որը փաստորեն մենք տեսնում ենք, որ եւս վիճելի է, այսպես ասած։ Եվ Վիլևրարում որոշում են Կոմիտասին ապահովել պատշաճ խնամքը, սա բավականին բարձր կարգի հաստատություն էր, կարելի ասել, այսպես հյուրատուն էր, պանսիոնատ էր, որտեղ հնարավորինս լավ պայմաններ էին ապահովված եւ ժամանցի հնարավորություն եւ երաժշտությամբ զբաղվելու բավականին թանկարժեք խնամք էր ապահովված Կոմիտաս վարդապետի համար եւ 2 տարի նա մնաց այնտեղ։ Սա շատ հետաքրքիր շրջան է եւ պիտի ասենք, որ այս շրջանից քիչ ունենք արխիվներ, քիչ ունենք փաստաթղթեր։ Միայն գիտենք այն, որ ամբողջ Եվրոպան գտնվում էր կրիզիսի մեջ, շատ բարդ իրադրության մեջ եւ բացառություն չէր նաեւ այն հանձնաժողովը, Կոմիտաս վարդապետի խնամատար հանձնաժողովը, որը զբաղվում էր Կոմիտասի կյանքի, գործունեության, առողջության ապահովմամբ այդ ժամանակ եւ Վիլևրարի վարձավճարը ինչ որ մի պահ է գալիս, որ արդեն ծանր բեռ է դառնում խնամատար հանձնաժողովի համար եւ խնդիր է լինում նրան տեղափոխելու։ Նրան որոշում են տեղափոխել մեկ այլ բուժական հաստատություն, որը հեռու չէր գտնվում Փարիզից էլի, եւ բացի այդ այնտեղ աշխատում էին բժիշկներ, որոնք արդեն ծանոթ էին թե Կոմիտաս վարդապետին, իր գործին, թե Կոմիտաս վարդապետի խնամատար հանձնաժողովի անդամներին, մասնավորապես Մարգարիտ Բաբայանին, ում մասին արդեն ասացի։ Դրանք էին պարոն Մորիս Դյուկոստեն, պարոն Սալոմոն Լվովը։ Այստեղ ես ունեմ Սալոմոն Լվովի նամակը, որտեղ նա գրում է Մարգարիտ Բաբայանին,
Տիկին ամեն հարց արդեն պարզվել է։ Եթե դուք կարողանաք վճարել բուժման համար, Կոմիտաս վարդապետին կտեղավորենք Վիլժուիֆի հոգեբուժարանում եւ նա կլինի իմ հոգացության տակ։ Եվ այսպես երկու ծանոթ բժիշկ արդեն նրա դեպքին ծանոթ սկսում են զբաղվել Կոմիտաս վարդապետի առողջությամբ։ 1922 թվականի օգոստոսից մինչև իր կյանքի վերջը 1935 թվականի հոկտեմբերի 20-ը Կոմիտաս վարդապետն անցկացնում է Վիլժուիֆի հոգեբուժարանում։ Վիլժուիֆի հոգեբուժարանը դա մի հաստատություն էր, որը բավականին լիքն էր եւ շատ ծանրաբեռնված էր։ Այնտեղ աշխատում էին բժիշկներ, որոնք մեծ փորձ ունեին եւ մեծ հետաքրքրությամբ էին վերաբերվում Կոմիտասի հիվանդությանը, սակայն ծանրաբեռնվածության պատճառով հնարավորություն չկար առավել անհատական վերաբերմունք ցուցաբերելու նրան։ Մեր ձեռքի տակ գտնվում է Վիլժուիֆի անձնական թղթապանակը Կոմիտասի, որտեղ բազմաթիվ վկայություններ կան, վավերագրեր կան, դրանք պատմում են եւ Կոմիտասի միստուկացի մասին, եւ օրվա ռեժիմի մասին, եւ բուժման ընթացքի մասին։ Սրանք հիմնականում տեղեկանքներ են, նամակներ են գրված Կոմիտասի խնամատար հանձնաժողովի եւ բժիշկների միջև, կամ բժիշկները կարող են իրար այդ նամակները գրել, պատմել, երբեմն կարծիք էին հարցնում, երբեմն ուղղակի ինչ-որ երկու տողով ինչ-որ բժշկական ցուցումներ էին տալիս իրար։ Այս ամբողջ արխիվային նյութը մեզ օգնում է կարծես թե գտնվել Վիլժուիֆի պատերի մեջ եւ տեսնել, թե այնտեղ ինչ էր կատարվում եւ ինչ էր մտածում բժիշկը, ինչ էր ուզում անել, ինչ չէին կարողանում անել եւ այլն։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ բոլորիս համար, ինձ թվում է բոլորի համար կարևոր է հասկանալ, թե այն փաստը, թե իրոք Կոմիտաս վարդապետը անուշադրության էր մատնված, կամ նրան բավարար ուշադրություն չէին դարձնում, չէին շահագրգռված, որ նա բուժվեր, որ վերադառնար իր բնականon կյանքին։ Որպես այս ամբողջ փաստաթղթային նյութը ուսումնասիրած մարդ, ես վստահ եմ, որ այդպես չէր։ Ինչ վերաբերում է շիզոֆրենիա եզրույթին, ես շատ կարճ եմ ուզում դրա մասին խոսել, ոչ մի արխիվային փաստաթղթում այդ բառը գրված չէ։ Վերջերս էլ ես հանդիպել եմ այսպես լուրջ հիշատակումների, որ ասում էին, որ Կոմիտաս վարդապետը շիզոֆրենիա ուներ։ Ոչ մեկ այդպիսի բան չի ասել, այդպիսի հիշատակում ընդհանրապես ոչ միտեղ չկա։ Ինչպես իմանալ հոգեբանական խնդիրը մարդու, առավել եւս հոգեկան խանգարումը, պետք է խոսել այդ մարդու հետ։ Իսկ Կոմիտաս վարդապետի ամենակարևոր եւ հիմնական սիմպտոմը ընդունված է համարել հենց լռությունն է, ինքը չէր խոսում։ Մանավանդ Վիլժուիֆում եղած տարիներին համարյա ոչ ոքի հետ չէր խոսում, երբեմն որոշ հյուրերի էր ընդունում, ինչ որ բաներ էր ասում, բայց բժիշկների հետ, բժշկական անձնակազմի հետ չէր խոսում։ Ինչ են ասում, հենց որ նոր ընդունված ժամանակ, ասում է տառապում է թուլամտությամբ, բազմաձև զառանցանքով, ունի հետապնդման մոլուցք, մուտիզմը նշանակում է լռություն, լռակյացություն, պարբերաբար դրսևորվող գրգռվածություն եւ մելանխոլիկ դեպրեսիա։ Այսինքն սա այսպիսի ընդհանուր բնութագրումներով էր, որ նրա մասին խոսում էին եւ տարիների ընթացքում տարեցտարի բժիշկները միմյանց նամակներ գրելով այս եզրույթներն են օգտագործում, այս տերմիններն են օգտագործում։ Քրոնիկ զառանցանք, լռակյացություն, երբեմն ասում էին մեծամոլություն, որովհետև համարում են, որ ինքը իրեն այսպես բարձր է համարում, դրա համար չի խոսում ոչ ոքի հետ, կամ վռնդում է իր այցելուներին, հաճախ իրոք վռնդում էր, ներս չէր ընդունում, ասում էր դուրս կորեք, համարում էին դա մեծամոլության որոշակի դրսևորումներ, եւ այդպես էլ հստակ մի դիագնոզ չի ունեցել Կոմիտաս վարդապետը։ Այո, նրան փորձել են բուժել, տարբեր նյութերով փորձել են բուժել, բայց արդեն 30-ական թվականներին աստիճանաբար հոգեկան հիվանդության մասին անհանգստությունը վերանում է կարծես արխիվային թղթերից, արդեն սկսում են ընդհանրապես չխոսել նրա հիվանդության մասին, գրում են, որ լռակյաց է, կտրուկ շարժումներ չի անում, ինքն օգնության կարիք չունի, խնամքի կարիք չունի, ինքն իդեալական իր խնամքը իրականացնում էր, իր հագու կապը, իր ամենօրյա մաքրությունը, այսինքն Կոմիտաս վարդապետը ուղղակի ապրում էր Վիլժուիֆում, առանձնացած էր բոլորից, այսինքն Վիլժուիֆը նրան տալիս էր այդ առանձնանալու հնարավորությունը
եւ վերջ։ Այստեղ այդ դավադրական տեսություններից մյուս մեկը կար շատ հետաքրքիր էր, որ ասում էին, որ ոչ ոքի չէին թողում, որ Կոմիտաս վարդապետի մոտ գնար։ Սա էլի մասամբ ճշմարտություն է, ամենադժվար բանն է այս մասամբ ճշմարտությունը, որովհետև ինչպես կուզենք, այնպես էլ կարող ենք մեկնաբանել։ Այո, մեր փաստաթղթերի մեջ մի նամակ կա, որտեղ Մարգարիտ Բաբայանը բժշկին խնդրում է, որ խնդրում ենք բոլորին մի թողեք Կոմիտաս վարդապետի մոտ, թողեք միայն այն մարդկանց, ովքեր որ կունենան մեր խնամատար հանձնաժողովի քարտը, որպես մուտքի արտոնություն։ Ինչու՞։ Որովհետև բազմաթիվ մարդիկ էին գնում Կոմիտասի մոտ, շատ տարբեր ազդեցություն էին ունենում նրա հոգեկան վիճակի վրա, երբեմն դրական, բայց ավելի շատ բացասական, խառնում էին նրա հոգեվիճակը, ուրախացնում կամ հաճախ տխրեցնում էին նրան, եւ դրանից հետո էլ իրենց պարտքն էին համարում, գրել, հուշեր գրել այդ մասին, թե ինչպես եղավ, ինչ ասեց, ինչպես նայեց եւ այլն, եւ այդ բազմությունը հուշերի եւ վկայությունների կարող էր բազմաթիվ շփոթությունների պատճառ դառնալ, ինչպես էլ եղավ, ու մենք հիմա այս բոլոր առասպելները նաեւ այդ շփոթությունների պատճառով ունենք։ Ինչ վերաբերում է նրա մասին հոգացությանը, բազմաթիվ են նամակները, որտեղ հարցնում են, թե ինչ է նա հագնում, ինչ կարող ենք եւս բերել, որոշակի հագուստի պարագաներ, որոշակի ուտեստներ, ինչ որ նա կարող է սիրել, կարող է նախընտրել եւ այլն, սովորաբար բժիշկների պատասխանը այնպիսին էր, որ Կոմիտասը ոչինչ չի ուզում, ոչինչ չի ցանկանում հագուստի պարագաները ինչպես ուղարկում էին, այնպես էլ հետ էին ուղարկում, ինքը իր նվազագույն պաշարը ուներ ամեն ինչի, ինչից որ ավել իրեն պետք չէր։ Մյուս եւ վերջին երևի պատմությունը, որ ես կուզենայի քննարկել, դա այն հայտնի փայտից կոշիկների պատմությունն էր։ Առհասարակ շատ են հարցնում, ինչից մահացավ Կոմիտաս վարդապետը, ինչ պատահեց, որ նա մահացավ։ Մենք էլի բազմաթիվ արխիվային վկայություններ ունենք դրա մասին։ 1933-34 թվականից առհասարակ բոլոր արխիվային փաստաթղթերը նվիրված են իր ֆիզիկական առողջությանը, հիվանդություններին, որը նա ուներ եւ որոնք բերեցին նրա առողջական վիճակի վատթարացմանը, մինչեւ այդ ամենտեղ գրված էր, որ նրա ֆիզիկական առողջությունը գերազանց է։ Նա ոչինչի կարիք չունի, հրաշալի գիտի, թե այսօր ինչ օր է, տարվա ինչ եղանակ է եւ այլն։ Այդ կոշիկի պատմությունը եկել է այն փաստից, որ այո, ժամանակին ֆրանսիական հոգեբուժարաններում ընդունված էր ձեռագործ երբ պատրաստել հիվանդների կողմից եւ մասնավորապես կոշիկներ էին պատրաստում, գիտեք, Եվրոպայում ընդունված այդ փայտից կոշիկները, այո, նրանք դա պատրաստում էին, երբեմն նույնիսկ հագնում էին, բայց որևէ հիշատակություն, որևէ հուշ կամ արխիվային թուղթ կամ ինչ որ մի ակնարկ, որ Կոմիտաս վարդապետը այդ կոշիկներով էր, այդպիսի բան ընդհանրապես չկա։ Դրա հակառակը ես ունեմ մի նամակ, որը էլի ուղղված է Մարգարիտ Բաբայանին, որը գրել է բժիշկ Դյուկոստեն, Մորիս Դյուկոստեն, որտեղ ասում է, որ խնդրում ենք նոր կոշիկների զույգ ուղարկեք Կոմիտաս վարդապետին։ Հետևաբար նրանք կոշիկներ էին ուղարկում, որոնք մաշվում էին, հետո նորից էին ուղարկում, այսինքն դժվար թե այս կոշիկների վարկածը ճիշտ լինի, բայց այն, որ ինքը ոտքի ոսկրաբորբից է հիվանդացել, ստացել արյան վարակում, դա ճիշտ է։ Հիվանդությունը այո կոչվում էր օստեիտ մետաթարսուսի շրջանում։ Մետաթարսուսը դա բժշկական տերմին է, որը նկարագրում է ոտքի թաթի հատվածը։ Իսկ ինչու դա առաջացավ, արխիվներում մենք տեսնում ենք, որ Կոմիտասն ունի սրտի անբավարարություն եւ երիկամների անբավարարություն, իսկ դրանից կարող են խոցեր առաջանալ եւ այդ խոցերը չեն լավանում, գնալով ավելի են բացվում եւ ինչքան էլ բժիշկները փորձում են նրան օգնել, դա դեպի լավացումը չի բերում։ Բացի այս բոլոր փաստաթղթերից մենք ունենք նաև իր վկայականը, որտեղ գրանցված է Կոմիտաս վարդապետի մահը, դրանից մենք իմանում ենք, որ նրա մահվան ամսաթիվը հոկտեմբերի 20-ն է, ոչ թե 21-ը, ոչ թե 22-ը, ինչպես երբեմն ընդունված է ասել, եւ մահվան պատճառը գրված է վեզանիկ կախեքսիա։ Վեզանիկ կախեքսիան, եթե թարգմանենք,
Սա ծայրահեղ հյուծումն է օրգանիզմի, որը տեղի է ունեցել հոգեկան խանգարման պատճառով։ Այսինքն այս պատճառը դիագնոզը առանձնապես մեզ չի օգնում, բայց կից արխիվային փաստաթղթերը մեզ կարող են ասել, թե ինչու։ Եվ այսպես այս արխիվները մեզ հետաքրքիր պատմություններ են պատմում, ավելի մոտիկից ծանոթացնում են իրականությանը, եւ մենք կարող ենք արխիվների վրա հիմնվելով շատ ավելի վստահ խոսել, շատ ավելի հավաստի տեղեկություններ տալ եւ իմանալ։ Իսկ ինչն է ընկած արխիվներից հետո երկրորդ տեղում։ Արխիվային վավերագրերից բացի իրականությունը վերականգնելու, պատմությունը վերականգնելու գործում մեզ օգնում են ժամանակակիցների հուշերը եւ Կոմիտաս վարդապետի դեպքում էլ նրա կենսագրության նշանակալի մասը մենք կարող ենք վերականգնել իր ժամանակակիցների հուշերի միջոցով։ Արդեն անդրադարձ եղավ այս հուշերին, վկայություններին, սրանք շատ կարևոր աղբյուրներ են, շատ անմիջական, որովհետև կարող ենք այս մարդկային հայացքը տեսնել իրականության նկատմամբ, բայց եւ միանշանակ չեն։ Հուշագրությունը միանշանակ չի, որովհետև ինքը արդեն սուբյեկտիվ ինֆորմացիա է, որը մարդը գրել է իր կողմից, իր աշխարհայացքի, էմոցիոնալ վիճակի եւ իր պատկերացումների հիման վրա։ Հետևաբար արխիվային նյութերը եւ ժամանակակիցների հուշերը եւ վկայագրերը միասին մեզ օգնում են առավել ամբողջական եւ լիարժեք պատկերացում ստանալ Կոմիտաս վարդապետի կենսագրության մասին։ Ես վստահ եմ, որ դեռ կհարստանան այս պաշարները, դեռ շատ բան կա, որ կարելի է գտնել, կարելի է ամբողջացնել եւ վստահ եմ, որ գիտնականների, ուսումնասիրողների ջանքերը շարունակելու են կատարվել հենց այդ ուղղությամբ, որ մեր գիտելիքները ավելի շատ լինեն, ավելի վստահ եւ ավելի հիմնավորված։ Ես ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ եւ ցանկանալ, որ ցանկացած պատմություն, տեղեկություն, որ մենք լսում ենք, որը մեզ հետաքրքրում է, լինի դա որոշակի ինչ-որ մեկի կենսագրության հետ կապված, որոշակի պատմական դեպքերի հետ կապված, անպայման մենք փորձենք գտնել դրա աղբյուրները։ Միայն աղբյուրների առկայությունն է, որ կարող է այս կամ այն տեղեկությունը ավելի ծանրակշիռ եւ արժանահավատ դարձնել մեզ համար։ Եվ ինչ վերաբերում է Կոմիտաս վարդապետի կենսագրությանը, անպայման ստուգեք, փորձեք հասկանալ, տեսնել, թե այս կամ այն պնդումը ինչ հիմք ունի, կարելի է դրան վստահել, թե ոչ։ Կոմիտաս վարդապետի մոտեցումը պատմական տարբեր իրադարձությունները լուսաբանելուն հենց այդպիսին էր։ Ինքը եւս հիմնվում էր արխիվների, լուրջ գիտական ուսումնասիրությունների վրա եւ եթե մենք էլ նման ձևով վարվենք իր կենսագրության հետ, ապա սա կարող է ապահովել, որ մենք հնարավորինս ամբողջական եւ ճշգրիտ ներկայացնենք իր կյանքը, իր գործունեությունը եւ նաեւ ըստ արժանվույն կարողանանք գնահատել իր արած աշխատանքը։ Կենսագրությունը շատ կարևոր է, մենք պիտի լավ իմանանք մեր մեծերի կենսագրությունը, բայց նաեւ պիտի չմոռանանք, թե ինչ են արել նրանք, ինչին է ուղղված եղել նրանց գործունեությունը։ Կոմիտաս վարդապետի գործունեությունը ուղղված է եղել հայկական երաժշտական մշակույթի զարգացմանը, նրա տարածմանը Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Եվ եթե մենք շարունակենք այդ գործը, վստահ եմ, որ Կոմիտասի աշխատանքը ավելի կարժևորվի եւ կիմաստավորվի եւ շարունակական կլինի։